Ծննդոց, գլուխ 11-րդ։ Ամբողջ երկիրն ուներ մեկ լեզու և մեկ խոսվածք։ Երբ նրանք արևելքից մեկնեցին, սենահար երկրում մի դաշտ գտան և բնակվեցին այնտեղ։ Եվ իրար ասացին. եկեք աղյուսներ շինենք և թրծենք կրակով։ Աղյուսները նրանց համար ծառայեցին իբրև քար, իսկ կուպրը իբրև շաղախ։ Եվ ասացին. եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք և մի աշտարակ, որի գագաթը մինչև երկինք հասնի, և մեզ համար համբավ ձեռք բերենք, որպեսզի չցրվենք ողջ աշխարհով մեկ։ Տերն իջավ, տեսնելու մարդկանց որդիների կառուցած քաղաքն ու աշտարակը։ Տերն ասաց. ահա մեկ ազգ է և մեկ լեզու նրանց բոլորի համար։ Եվ ահա սկսեցին կառուցել ու հիմա նրանց համար դժվար չի լինի կառուցել այն, ինչ որ խորհեցին։ Եկեք իջնենք և այնտեղ նրանց լեզուն խառնենք, որ միմյանց լեզու չհասկանան։ Տերն այնտեղից նրանց ցրեց ողջ աշխարհով մեկ և դադարեցին քաղաքը կառուցելուց։ Դրա համար այն Բաբելոն կոչվեց, որովհետև այնտեղ Տերը խառնեց ամբողջ երկրի լեզուն։ Տերը նրանց այնտեղից ցրեց ողջ աշխարհով մեկ։ Սեմի սերունդները սրանք են. Սեմը 100 տարեկան էր, երբ ծնեց Արփաքսադին, ջրհեղեղից 2 տարի հետո։ Արփաքսադին ծնելուց հետո Սեմն ապրեց 500 տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Արփաքսադը 35 տարի ապրեց և ծնեց Սաղային։ Սաղայի ծնվելուց հետո Արփաքսադն ապրեց 403 տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Սաղան 30 տարի ապրեց և ծնեց Եբերին։ Եբերի ծնվելուց հետո Սաղան ապրեց 430 տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Եբերը 34 տարի ապրեց և ծնեց Փաղեկին։ Փաղեկի ծնվելուց հետո Եբերն ապրեց 430 տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Փաղեկը 30 տարի ապրեց և ծնեց Ռագավին։ Ռագավի ծնվելուց հետո Փաղեկն ապրեց 209 տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Ռագավը 32 տարի ապրեց և ծնեց Սերուգին։ Սերուգի ծնվելուց հետո Ռագավն ապրեց 200 տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Սերուգը 30 տարի ապրեց և ծնեց Նաքորին։ Նաքորի ծնվելուց հետո Սերուգն ապրեց 200 տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Նաքորը 29 տարի ապրեց և ծնեց Թարային։ Թարայի ծնվելուց հետո Նաքորն ապրեց 119 տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ Թարան 70 տարի ապրեց և ծնեց Աբրամին, Նաքորին և Արանին։ Սրանք են Թարայի սերունդները։ Թարան ծնեց Աբրամին, Նաքորին և Արանին։ Արանը ծնեց Ղովտին։ Արանը մեռավ իր հոր Թարայի կենդանության ժամանակ իր ծննդավայրում, Քաղդեացիների Ուր քաղաքում։ Աբրամը և Նաքորը իրենց համար կանայք առան։ Աբրամի կնոջ անունը Սարա էր, իսկ Նաքորի կնոջ անունը Մեխքա, որ դուստրն էր Արանի։ Սա Մեխքայի և Հեսքայի հայրն էր։ Սարան ամուլ էր և զավակ չուներ։ Թարանը վերցրեց իր որդի Աբրամին, իր թոռանը Արանի որդի Ղովտին և իր հարսին Սարային, որն իր որդի Աբրամի կինն էր, և նրանց հետ դուրս եկավ Քաղդեացիների Ուր քաղաքից Քանանի երկիրը գնալու համար։ Նրանք եկան մինչև Խառան ու բնակվեցին այնտեղ։ Թարայի օրերը 205 տարի եղան։ Թարան մեռավ Խառանում։